Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցի։ Արարատ Միրզոյանը դա լավ հնարավորություն է համարել խոսելու Թուրքիայի հասարակության հետ։ Թուրք գործընկերոջ հետ վերջին հանդիպման ու արդյունքների մասին հարցին պատասխանելով Միրզոյանն ասել է. Եթե խոսում ենք Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգի մասին, մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են, ինչպես օրինակ օդային տարածքի օգտագործումը կամ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ենթակառուցվածքների գնահատումը երկու երկրների մասնագետների կողմից։ Նաև համատեղ գնահատել են Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքները, որոնց մի մասը սահմանին է։ Մի քանի օր առաջ երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները հանդիպել են Թուրքիայում եւ նպատակն է կրկին սահմանի վրա գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Կան մի շարք այլ ծրագրեր, միևնույն ժամանակ չեմ կարող չնշել, որ կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել։ Օրինակ, մենք ունեինք պայմանավորվածություն բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, նաև Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական ազնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Ցավոք, այս պայմանավորվածությունը դեռ կյանքի չի կոչվել, բայց միաժամանակ երկու կողմերն էլ ունեն ընդհանուր ըմբռնում, որ վերջնական նպատակն է հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի ամբողջական բացումը։ Հնարավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրեն Թուրքիայում։ Առհասարակ ինչ փուլում է գործընթացը, արդյոք քննարկումներ կան փաստաթուղթը ստորագրելու վայրի ու ժամկետի մասին։ Սա նաև Հայաստան-Թուրքիա ընդհանուր երկխոսության մաս համարելով Արարատ Միրզոյանը պատասխանել է. Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ ստորագրման արարողության տեղի եւ ժամկետի որոշման նպատակով, սակայն ցավոք մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Խոսքն օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին է։ Հայաստանը դրան պատրաստ է, քանի որ կարծում է, եթե չկա հակամարտություն, այդ հակամարտությունը լուծելու համար ստեղծված խմբի անհրաժեշտությունն էլ վերանում է, բայց կարևոր է, որ հակամարտության ավարտը ևս արձանագրված լինի։ Հետևաբար մենք առաջարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը, նախ մեր երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը եւ ապա համատեղ դիմում ԵԱՀԿ համապատասխան քարտուղարությանը, Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսելու մեր պատրաստակամության վերաբերյալ։ Նույն կերպ պետք է վերանա եվրոպական դիտորդական առաքելության անհրաժեշտությունը, երբ կնքվի եւ ուժի մեջ մտնի խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանը նաեւ Հայաստանի սահմանադրության փոփոխություններ է պահանջում անկախության հռչակագրին հղում պարունակելու պատճառով, ինչն էլ կարծում է տարածքային պահանջ է պարունակում նույն Ադրբեջանի նկատմամբ։ Անկախ նրանից այդ պնդումները որքանով են ճիշտ, Միրզոյանը շեշտում է համաձայնագրի ստորագրումով նման հարցերը պետք է օրակարգից դուրս գան, որովհետեւ երկու երկրի միջև արդեն համաձայնեցված փաստաթղթում նշվում է, որ կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջև որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ, խորհրդային միության փլուզման պահին։ Հայաստանն էլ ըստ արտգործնախարարի նման մտահոգություններ ունի Ադրբեջանի սահմանադրության վերաբերյալ։ Այնտեղ էլ հղում կա իրենց անկախության հռչակագրին, որով ներկայի Ադրբեջանի հանրապետությունը հայտարարվում է առաջին ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, ոչ թե խորհրդայինի, իսկ դա էլ ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը։ Այսպիսով մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները, բայց ինչու այս հարցը շարունակաբար չենք բարձրացնում, որովհետև մենք տեսնում ենք, ինչպես նշեցի, մեր սահմանադրության դեպքում լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է։ Մենք ստորագրում ենք այն եւ լուծում ենք խնդիրը, վերջ։ Իսկ այն, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների են նախապատրաստվում, Միրզոյանի ընդգծմամբ կառուցողական չէ կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Հիշեցրել է իր ներկայացրած քաղաքական ուժը իշխանության գալու հենց առաջին տարում էր խոսում այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին։ 2018-ից մենք պնդում ենք նոր սահմանադրության անհրաժեշտության մասին եւ դա շարունակում է մնալ մեր օրակարգում։ Մենք պատրաստվում ենք կյանքի կոչել դա։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը Թուրքիան լինելու հնարավորությանը, Միրզոյանը ասել է, դա էական չէ, թեպետ նման առաջարկ առայժմ չի ստացել։ Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները։ Հայաստանի արտգործնախարարը ոչինչ չի բացառում։
Our perception, my personal perception is that Մեր ընկալումն այն է եւ դա նաեւ իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որին յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը եւ այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան, բայց հարցրեցիք, կարող է Թուրքիան դրական դեր խաղալ, անկասկած այո։ Միրզոյանն ասել է, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ եւ իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։ moreover, we also from time to time we see the signs of Ավելին, մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսևորումների, ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը ցավոք կարող է հանգեցնել նաև գետնի վրա էսկալացիայի։ Մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է Հայաստանի հասարակությունն աջակցում է կառավարության խաղաղության օրակարգին, բայց չի բացառվում, որ արդյունքներ չգրանցելու սպասումները չարդարանալու դեպքում տրամադրությունները կրկին փոխվեն։ Դա ըստ նրա վերաբերում է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, ուրեմն կարծում եք այս հարցը այլևս լարվածության աղբյուր չէ, հարցրել են Միրզոյանին։ history is history. Պատմությունը պատմություն է, հիշողություն է հիշողություն, շատ դժվար է մոռանալ նախնիներին ու մոռանալ պատմությունը, բայց մի բան է հարգանք մատուցել անցյալին, պատմությանը եւ բոլորովին այլ բան ապրել անցյալով։ Անցյալում մնալը շատ հեշտ է։ Ամենայն հավանականությամբ առաջ գնալու համար պետք է մի քիչ ավելի շատ քաջություն, մի քիչ ավելի շատ ըմբռնում եւ մի փոքր ավելի շատ կենտրոնացում եւ հավատ ապագայի նկատմամբ։ Մենք նախընտրում ենք ապագան, դա պետք է անենք համատեղ։ Երբ կարծես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունները գտնվում են փակուղում, արդյոք Թուրքիան կարող է դյուրացնող դեր ստանձնել, երկրորդել է լրագրողը։ Միրզոյանը նշել է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմության ընթացքում եղել են գործընթացին օժանդակողներ, միջնորդներ, բայց փորձը ցույց է տալիս, որ ամենահաջողը եղել են երկկողմ բանակցությունները։ So probably we can have engagement. Ուստի հնարավոր է բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասում խաղաղությամբ, հետաքրքրված են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում խաղաղությամբ, կարող են մասնակցել այս գործընթացին ինչ-որ ձևով, բայց երբ խոսքը վերաբերում է կոնկրետ բանակցություններին, երբ մենք մենակ ենք երկու երկրներ մեկ սենյակում, մենք կարող ենք, ունենք հնարավորություն ուղիղ խոսելու, մենք ունենք շփումներ, մենք հեշտությամբ մտքեր ենք փոխանակում, այսինքն տեխնիկական տեսանկյունից մենք խնդիրներ չունենք։ Ուստի հավանաբար մեզ այլ միջնորդություն անհրաժեշտ չէ, ընդգծել է Միրզոյանը։ Երկրների ներգրավվածությունն ըստ նրա չպետք է սահմանափակվի միայն բանակցությունների միջնորդությամբ։ Աննա Զախարյան, լուրեր։